անկողնային պարկած կիներ, փաստորեն դոմիկում տվել է հենց այն առաջի ու դարից պայթելա, ու պայթելուց հետո ասկոլք է բեկորները աղջիկն էլ է ժամանակ իրան խնամելուց է եղել։ Աղջիկը վիրավորվել է, այդ մեծ կինը 94 տարեկան մահացել է։ Հետո այն հաջորդ ծոհն էլ 74 թվականից ծնված աղջիկ էր։ Նու ասма կրակոց հետո սպասեցին տեղ որ արդեն հանդարտվել է, գնացել է հավերում կերտալուց իրանից մի 50 մետր հեռու պայթել է ու այն ասկոլքից վիրավորել ընդամենը 10 րոպե ապրել ու մահացել։ Միջև հիվանդանոց արդեն մահացել էր։ Մեր կուլտուրայի տունն է, անցած տարի գեղագիտության կենտրոնն է, անցած տարի ռեմոնտարել լրիվ եվրոպատուաններով բանով։ Ուրեմն այս մի պարտիան որ եկավ այն մի խփոցից հետո 3 հատ իրար հետևից։ Այս բանն է, արկիտեղն է, լրիվ պատուանները արդեն ամետ է 70% ելացա դուրս, հետո բանից հարվածային ալիքից նաև այս դիմացի շենքերի լրիվ այն սեփական տան պատուաններից աջարտել, այս պատուաններն ալ լրիվ գցել, հանել, առաջի հարգից ստացած այս փոշիկի խանութով բանով լրիվ։ Այս էլ մեր զբոսայգիներ, մեր երեխաների տեղներ, բայց լրիվ վերևից հանել, այնա լրիվ թափած, լրիվ ասկոլկեքը հանել, էսա լրիվ։ Սա փոփել, ընկել են ամեն ինչը լրիվ, sense նույնությամբ է մնացել։ Բախտավորությունն էր, որ երեխա չկար այդ ժամին դեռ լա։ Երեխեքին նոր էս ուդարից հետո մանկապարտեզից հանեցին արդեն սաղ։ Բարբերաբար գնդակոծություններ եղել են, ասենք արդեն դա այդքան անհանգստացնող չէր մեզ։ Ու հաճախ շատ ավելի հաճախ դիրքերի ուղղությամբ, երբեմն բնակավայրի ուղղությամբ, պատահել է այգում աշխատող մարդկանց ուղղությամբ, բայց երևի թե այս տարվա սկզբից փոխվել է իրանց զինատեսակների հետ օգտագործվող, մինչև 3 օգտագործում են գնդակոծության հետ միասին նաև ականանետներ, բայց 3 ավելի փոխվեց այդ ամեն ինչը, արդեն ակտիվներ շատ ավելի մեծ դրամաչափի զենքերով։ Երեկվա հրատակության ժամանակ իրանք օգտագործել են շատ ավելի մեծ չափի զինատեսակներ, հստակ չեմ կարող ասեմ, բայց մեր նախնական գնահատականով թուրքական արտադրության 107 մմ-անոց ակտիվներ են դրանք։ Դրա հեռավորությունը մինչև 8 կիլոմետր է, բավական հեռվից էլ կարող է ճիշտ էլ չհնչի, բայց ես ավելին կասեմ, ոչ թե կարելի է անպայման պետք է, որովհետև հարևան երկիրը սովորաբար խաղաղություն չի հասկանում, չի ընդունում, չի տեղավորում խաղաղության մեջ։ Իրանք մենակ պարտադրված են կարող այդ ամեն ինչի մեջ ապրել։ Դրա համար պետք է այս սահմանները այնքան հեռանա, որ մեր բնակիչները էլ խաղաղ պայմանում չզոհվեն։ Ոնց որ Ղարաբաղում։ Իրանք ստիպում են, պարտադրում են դրան, չգիտեմ։ Աստված վկա մենք չենք ուզում, բայց սենց երկար չի շարունակվի ինձ թվում է։ Այս իրա ասկոլկեքնա մեծ կտորնին տարել են, վայենին եկավ տարավ կամանդել։ Մանր կտորնին աստի են, մեծ կտորնին իրակ տարել են։ Թուրքական զենք։ Հենց են ասում, հա, թուրքական զենք։ Մինամյոտն էլ ախպել գիտեն, գրադն էլ ախպել գիտեն, այս տևի եկած չկա։ Այս արկից եկած չկա։ 112 զարյադա վերցնում, բուզոր մինի գրադ, մետր 20, երկարություն նացնարյադի, մետր 20։ Մետր 20 բարձրություն։ 107 էր տրամագիծը 10 սանտիամետր 107 մմ-անոց տրամագիծը։ Հա, այս արկի տեղն է, հետո դուք կտնում եք Դուք տեսնում եք արդեն ամեն ինչը, ես էլ դերկիս ապրատ ուզենք շարունակությունը որ նոր սարքենք, մատերիալը բանը լրիվ կար, եկեք արդեն ես մի սենյակը, ես վարագույրն ես հա, ետ կաշեմ դուք դերեք, իմ կինը հմի իրա հորաստունն է, իրիկուն որ շատ վատեր ես վարկեցին դիմնա մի քիչ,
ուրեմն ականը հենց դիմադրությանը հանդիպել տարի շյուղին պայթյունը կատարվել է տարի վրա ու ասկոլկեքը ավելի հեռուն են գնացել 50 մետր են կողմ հարևանի տանապակիներն է ջարդվել Կարող է մի օր ընդմիջում անեն, էլի կրակեն, չգիտեմ, մի ասում են ինչ-որ նած բայրամի օրերն է, տոն է իրանց համար, ոնց որ մեր նոր տարին բան, իրանց բայրամի օրերն է, չգիտեմ, քանի օր կլի, նա ասում է 2 օր է, 3 օր է, ով գիտե։ Մի կարող է այսօր օրինակ կրակոտ չի ելել, իջև մի, բայց չգիտես, երեկոյան կլի, թե չի լի,